տաղավարում հյուրընկալել ենք հիմա էլ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանին, պարոն Բալասանյան, բարի գալուստ։ Ձեզ առաջինը թրիփի մասին եմ հարցնելու, իհարկե կարծում եմ կանխատեսելի էր, ինչու, որովհետև Իրանի դիրքն է կարծես թե փոխվում, ամրագրվում տարածաշրջանում եւ Իրանը եթե ոչ ներգրավված, ապա շահագրգռված է այս հարցում, շահագրգիռ կողմերից մեկն է, ինչ է փոխում Իրան, Միացյալ Նահանգներ, այս վերջին դրվագը, որ անգամ համաձայնություն չեմ կարողանում դեռ ասել, Հայաստանի համար, Սյունիքի համար, թրիփի համար։ Նախ Իրանի կարելի է այսպես ձևակերպել հաղթանակը, քանի որ իրականում հաղթանակ էր Իրանի ժողովրդի համար եւ մեծ ձեռքբերում, նշանակում է, որ տարածաշրջանում փոխվում են խաղի կանոնները։ Այս հռչակագիրը, որը ընդունվեց 14 կետից բաղկացած, որ հետո դրանց հաջորդի պայմանագրի ստորագրումը։ Այնտեղ, չգիտես ինչու, միայն Լիբանանի հարցի վրա են կենտրոնացած եւ կետերը կարծես միայն Լիբանանին են վերաբերվում, բայց ես վստահ եմ, որ ցանկացած պայմանագիր ունի նաև արձանագրություններ, այդ թվում գաղտնի արձանագրություններ, եւ երբ հիմա ամերիկացի փորձագետները նշում են, որ Տրամփի վարած քաղաքականության, ձախողված քաղաքականության արդյունքում մեծ վտանգ կա, որ Մերձավոր Արևելքից Միացյալ Նահանգները կարող է գնալ, Մերձավոր Արևելքի հետ իրենք նկատի ունեն նաև ըստ էության Հարավային Կովկասի այն ծրագրերը, որոնք անմիջապես կապվում են Տրամփի հետ, այսինքն թրիփը նաև։ Իրանը ցույց է տալիս, որ իր համար կա կարմիր գծեր, բացի այդ Իրանի վերջին ուրեմն ռազմական դոկտրինը, որ ընդունվել է ընդամենը մոտ 1 ամիս առաջ, փոխում է ամբողջությամբ խաղի կանոնները։ Հիմա դիմադրության առանցքի անդամներից մեկի վրա հարձակում նշանակում է հարձակում Իրանի վրա։ Եվ դա նշանակում է նաև, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում կանխարգելի չարվածներ հասցնել այն վայրերին, որտեղից ինքը վտանգ է զգում։ Ես վստահ եմ, որ թրիփի հարցը քննարկվել է ուրեմն Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններում։ Իհարկե այդ մասին դեռևս չի ասվում, բայց վստահ եմ, որ շուտով մենք դրա մասին լսելու ենք։ Միացյալ Նահանգների հետ քաշվելու հոտը նաև Թուրքիայում են առել ու այս շաբաթ Բաղչելին, Էրդողանի կոալիցիոն գործընկերը Գորժ Գայլը հայտարարեց, որ արդեն անունը ոչ թե Զանգեզուրի միջանցք է, եկեք ճիշտն ասենք, Թուրանի միջանցք է։ Նույն դիմադրությամբ Իրանը ինչպես Թրամփի միջանցքի պարագայում էր կգործի Թուրանի միջանցքի պարագայում։ Ես վստահ եմ, որ կգործի։ Միացյալ Նահանգների հետ քաշման հոտը, որ դուք նշեցիք, Թուրքիայում լավ են առել։ Այո։ Եվ Ֆիդանը հապճեպ եկավ Մոսկվա, որպեսզի նստեն հասկանան տարածաշրջանում ով ինչ դիրք պիտի ունենա եւ ինչպես են կիսելու տարածաշրջանը։ Եվ Բաղչելի հայտարարությունից հետո գալիս է Ֆիդանը, ակնհայտ է, որ Սյունիքի հարցը քննարկվել է Մոսկվայում։ Եվ ակնհայտ է, որ Սյունիքի հարցը չեն քննարկի Հայաստանի հետ, որտեղ Հայաստանի մասին իրենք հունիսի 8-ին արդեն ասել են Ստամբուլյան հռչակագրում։ Իրենք ասում են միջին միջանցք եւ շատ ցավալի է, այս խորը ցավով եմ ասում, որ դրան միացել է նաեւ Վրաստանը։ Այսինքն խոսում են տարածաշրջանային կոմունիկացիաների մասին եւ այլն եւ այլն։ Բաքու ախալքալակ կարծ երկաթգծի մասին։ Հունիսի 2-ին Հայաստանի տարածքային կառավարման նախարարը գնում է այնտեղ, բացում են կայարանը եւ այլն։ Հունիսի 8-ին 6 օր հետո ընդունում են հռչակագիր, որտեղ Հայաստանի մասին ոչ մի խոսք չկա։ Սա ցախողում է եւ իրենք միայն մի ուժից են այս պահին զգուշանում, դա Մոսկվան է։ Իրանի հետ իրենք հետո են բանակցելու, եթե Մոսկվայից կստանան համաձայնությունը։ Քանզի հնարավոր ես դեռ 3 տարի առաջ եմ ասել, հնարավոր չի հասնել հայ-ադրբեջանական ինչ-որ պայմանագրի ստորագրմանը, եթե այդ պայմանագիրը չի համաձայնեցված Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Դա իրականություն է դառնում եւ կարծում եմ մենք կտեսնենք ակտիվացում հայկական ուղղության եւ առհասարակ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Պարոն Բալասանյան, եթե Թուրքիան զգուշանում է Ռուսաստանից, Իրանը զգուշանում է հարգում է Ռուսաստանի կարծիքը, մեր Փաշինյանը առոցի կաթը խմել։ Այսինքն ես գիտեմ, որ դուք լսել եք նախորդ բանախոսի հետ, որ մենք խոսել ենք, հա որոշակի բաներ, այս քայլերը, որ անում է Փաշինյանը, սա իմ հասկանալով արդեն կատաստրոֆա է բերում երկիրը, հա եթե հնարավորություն ունեք մի քիչ ավելի լայն
այդ բանը բացատրեք, մենք ինչ ճանապարհի վրա ենք անում եւ խոսքը ոչ միայն գյուղատնտեսության մասն է, որովհետեւ Ռուսաստանը սահմանափակել է դեռևս Ռուսաստան մտնողը, բա որ սկսի սահմանափակել Ռուսաստանից դուրս եկողը, հա, կամ եթե հայկական Իրանը առնող այդ 1.5 միլիոն հայերի մի մասը այլևս չկարողանա Ռուսաստանում դա առնել ստիպված գաստեղ ինչ է լինելու, այսինքն այս քանով հանդերձ այս մարդը ինչի վրա հույսը դրել։ Տեսեք, Թուրքիան ի տարբերություն Հայաստանի չունի պաշտպանության եւ անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված պայմանագրեր ստորագրած շատ լուրջ երկրների հետ, օրինակ Լիտվայի եւ Էստոնիայի։ Հայաստանը ունի։ Սա է ես կարծում եմ, որ շեքի հույս տալիս, որ ամեն դեպքում այս հարցը այդպես չի մնա եւ Հայաստանը կարող է հուսալ իր այդ գործընկերների պաշտպանությանը եւ կարող է հույս դնել դրա վրա։ Իսկ եթե ավելի հարցին մոտենանք լուրջ, ապա մի բան ակնհայտ է, որ կամ արվում են հայտարարություններ առանց դրա հետևանքները հաշվի առնելու, կամ գնում են ուղակի վաբանկ, քանի որ հետ գնալ ուղակի հետ դարձանել հնարավոր չի։ Իրենք պիտի նաև շատ ուշադիր էս մի երկու օրը պիտի լսեն J.D. Vance-ի հարցազրույցը Իրանի շահի որդի Փեհլևիի մասին, շատ ուշադիր պիտի լսեն եւ որպեսզի հասկանան, որ ինչ է ասում Vance-ը ասում է մենք սկի չենք էլ ուզեցել, որ Փեհլևին լինի Իրանի ղեկավար։ Իսկ ուզում ասի ով է Փեհլևին, որ լինի Իրանի ղեկավար։ Մեզ պետք է Փեհլևին օգտագործել, որպեսզի Իրանի միջուկային ծրագիրը տեսնենք ինչ ենք անում։ Հաջորդ ճակատագիրը Տիխանովսկային է սպասում, այսինքն Քեսինջերի խոսքերը, որ բարեկամություն անել Միացյալ Նահանգների հետ մահացու վտանգավոր է, դա բոլորին է վերաբերում։ Եվ պետք չի այստեղ լարի վրա անընդհատ խաղալ, որովհետև լարը մեր տներն են մոտենում։ Այո, որովհետև լարը կտրվելու հատկություն ունի։ Եվ այստեղ շատ զգուշ է պետք, շատ ուշադիր է պետք անել, եւ եթե իրոք ցանկություն կա հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ, կարծում եմ պետք է սկսել ուշադրություն դարձնել սեփական վարկագծին։ Այսինքն այն միջին տրամաչափի պաշտոնյաները, ովքեր օրինակ կարտոֆիլի մեջ կոլորադյան բզեզ են հայտնաբերում, էլի կրկին մեղադրում են Ռուսաստանին, այս մարդկանց պետք է զգուշացնել, որ հիմա գոնե այս պահին այդ հայտարարություններ անելու ժամանակը չի, քանի որ թանկ ենք վճարելու եւ վճարելու ենք բոլորս ցավոք սրտի։ Մանայք լաբավո են մտել Ռուսաստանի հետ, հա, սնչորդական լեզվով ասած, հիմա հնարավոր է ավելի մանրամասներ, հա, սկսած գյուղատնտեսությունից վերջացած մնացած բնակավարներով, միգրացիոն, արտահանում, ներմուծում, գազ, կոնկրետ ինչ է սպասում Հայաստանին մոտակա ժամանակ։ Ես մի քանի թվեր եմ նայել, ուրեմն 2015-2025 թվականներին ես 10 տարին եմ վերցրել։ Միայն Հայաստանից Ռուսաստան պտուղ բանջարեղեն արտահանվել է 1.100-ից 1.300 տոննա։ Եվրոպա արտահանվել է դրա 1%-ը, իսկ 10-ից 12,000 տոննա։ Ես նաև ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքին, որ 2017 թվականին ստորագրված համապարփակ եւ համանդրկում պայմանագիրը անգամ չի նպաստել Եվրոպական միության հետ այսպես խոշորամասշտաբ տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Երկու պատճառ կա, առաջինը Եվրոպային դա հետաքրքիր չի, եւ երկրորդը մենք չենք կարող ծավալային առումով ապահովել 500 միլիոնանոց Եվրոպայի պահանջները եւ հույս ունենալ, թե կարողանանք շուկայում ինչ-որ նիշա գրավել։ Դա անհնար է ուղղակի։ Ես միշտ բերում եմ Մոլդովայի օրինակը, քանի որ մեր երկրում Մոլդովան դարձել է ամենաշատ ցիտվող երկիրը։ Մոլդովայի գինու արտահանումը, որ Եվրոմիությունը խոստացավ, Ռումինիայից այն կողմ չի անցնում։ Եվրոպական երկրներից ամենաշատը գնում է ուրեմն մոլդովական գինը Ռումինիան, ու ընդհանուր նույն ժողովուրդն են, երկրորդը Բելարուսը։ Այսինքն այդտեղից այն կողմ չի էլ անցնում։ Հայաստանի պարագայում լոգիստիկ խնդիրները հաշվի առնելով ուղղակի անիրատեսական է խոսել այդ մասին։ Ծաղիկների հետ կապված ես ուշադիր նայում եմ, ինչ որ մի քանի հազար հատիկ ծաղիկ տենց մտել է, հա, Եվրոպականությունն անել Մերձբալթյան երկրներ եւ Ուկրաինա։ Մենք չունենք որևէ պայմանագիր ԵՄ-ի հետ, որով մենք կկարողանանք մեր ապրանքներն արտահանել։ ՍԵՊԱ-ն չի գործում ըստ էության։ ՍԵՊԱ-ն ընդհանրապես ուրիշ բանի մասին էր, դա առևտուր չէր։ Եթե ծաղիկն ենք վերցնում, միայն Էկվադորը 1996 թվին ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագրի վրա տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա վարդ է ներմուծում Եվրոպական միություն, այն էլ բավականին կոշտ մրցակցության մեջ մտնելով Հոլանդիայի հետ, քանի որ Հոլանդիան է դրա մենաշնորհը։ Մեր
ջերմոցատերերը ունեն այս թանկ գազի դժվար լոգիստիկայի պայմաններում այդ հնարավորությունը ունեն ծաղիկ արտահանել։ Գիտե Հոլանդիայի բորսայում ներկա լինելը դա ինչ մանիպուլյացիա է, որ ասում են։ Դե հիմա կարող են այդ աթոռ են տվել նստել են ներկայացուցիչները, բայց դա չի նշանակում, թե կարող են լուրջ խոսել, թե Հայաստանը կարող է եվրոպական ծաղկի շուկայում հայտնվել, լուրջ խաղացող դառնալ եւ այլն։ Հայաստանից 2025 թվականին 78 միլիոն հատ ծաղիկ է արտահանվել Ռուսաստան։ Թվերն է 78 միլիոն հատ։ Հիմա 78 միլիոնը իսկ 10 տարվա կտրվածքով 5500 տոննա։ Հիմա դա վերցնենք եւ վերցնենք 5000 հատը։ Կարծում եմ մեր ազգաբնակությունը մաթեմատիկայից վատ չի, այսինքն կարող են հաշվել ուղղակի եւ հասկանալ, համեմատել իրար հետ։ Որ անին չօգնացնենք գյուղատնտեսական թեմայով, տեսեք, մեր համար մեր ծիլան ամենահամովն է, մեր վարդը ամենավարդն է, հա, չգիտեմ, մեր ելակը ամենաելակն է։ Իսկ ո՞նց համոզել եվրոպացուն, որովհետեւ ես Facebook-ում անեմ կարդում կոմենտներ, ասում են հələ մի հատ մեր ծիրանը գնա Իսպանիա շուկա, հələ մի հատ նայեք ինչ անելու, ստեղի հողու ջուրը, էլ եմ ասում, հա մեռնե մեր հողու ջուրին, էլի, բայց ոնց անենք, որ եվրոպացին մեռնի այս հողու ջուրին, ոչ թե գա Հայաստանում ծիրան ուտի ու դրանով արտահանում ապահովում։ Ուրեմն եվրոպացին Հայաստան անցյալ տարի եկել են ընդամենը 120,000 եվրոպացի տուրիստ։ Եթե մենք վերցնենք, որ ամեն տուրիստ 10 կիլո ծիրան ուտում է, մի շաբաթվա մեջ դա ռեալ չի։ 10 կիլո էլ հետը տանում է, մորքուրին, հորքուրին եւ այլն, 20 կիլո, դա մոտ 2000 տոննա է, 2 տոննա է, այսինքն դա այն թիվը չի, մենք մեր Ռուսաստան 7800 թե 8000 տոննա ենք արտանել անցյալ տարի։ Իսկ ինչա պետք անել, նախ եւ առաջ, բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում պիտի լինեն տնտեսական կցորդներ։ Այսինքն այդ մարդիկ օրնի բուն պիտի աշխատեն բորսաների հետ, շուկաների հետ, խոշոր ցանցերի հետ, որպեսզի կարողանան։ Երկրորդը, եթե դու չես կարող արտահանել արտադրանք, եթե դու սփյուռքի հետ ունես շատ վատ հարաբերություններ։ Եթե դու սփյուռքին փնովում ես, սփյուռքին անուն ես դնում, ծախվածներ ես, NNN, սփյուռքն է քո դարպասը ցանկացած երկիր։ Եթե դու, բայց դրա համար պետք է սփյուռքի հետ աշխատել, դրա համար սփյուռքի կառույցների հետ պետք է աշխատել։ Այս բանը ես նման աշխատանք չեմ տեսնում։ Ես միայն ավելացնեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին քիչ առաջ հայտարարություններ է արել Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես նա անդրադարձել է այն հանգամանքին, որ Ռուսաստանի նախագահը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա հայտարարած արդյունքից հետո, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է հետևյալը, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ, բայց ստացվում է, որ անհամաչափ բռնաճնշումներ են գործի դրվում այդ քաղաքական ուժերի դեմ եւ Ռուսաստանում դա տեսնում են ըստ Ռոբերտ Քոչարյանի, որ հայ ժողովրդին հնարավորություն չեն տալիս ընտրել այն քաղաքական ուժերին, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական հունի վրա են ուզում դնել եւ մի հատված նրա խոսքից առաջարկում եմ դիտենք հենց հիմա։ Շնորհավորելը սա ավելի շատ այս կոնտեքստի մեջ դա քաղաքավարության զուտ բան է, ավելի շատ sense էտիկետի, sense միջպետական հարաբերությունների էտիկետի դրսևորում է լինելու։ Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը։ Մի քիչ ավելի խիստ, մի քիչ ավելի մեղ, բայց մնալու է նույնը։ Որովհետև ուղղակի Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է։ Հայաստանը գնում է դեպի Ռուսաստանի թշնամիների ճամփարը եւ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել այդ ճանապարհը։ Շատ հստակ ձևակերպում է տված։ Այդ ձևակերպումը ես չեմ տվել։ Ռուսաստանի պաշտոնյաներն են տվել։ Եվ սա անհետևանք չի կարող մնալ, պետությունները այլ կերպ չեն աշխատում։ Սա, այսպես ասենք, սենտիմենտալ դաշտից պետք է մենք տեղափոխվենք շատ ռացիոնալ, պրագմատիկ, միջպետական հարաբերությունների դաշտ։ Ճիշտ այնպես են իրենք վարվելու, ինչպես վարվում են Միացյալ Նահանգները կամ Եվրոմիությունը այն երկրների հետ, որոնք իրենց գնահատականով գնում են իրենց թշնամիների ճամփան։ Շատ պարզ է ինձ համար։ Եվ ստե կապ չունի ես լավ եմ ճանաչում իրենց թե չէ, ես լավ եմ հասկանում միջպետական հարաբերությունները եւ լավ եմ հասկանում Ռուսաստանը որպես երկիր։ Եվ առաջին մեկնաբանությունը իհարկե թողնում ենք Տիգրանին։
Շատ բարձր Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել, որտեղ ամեն ինչ ասում է, հա, եւ ցավալի ուղղակի որ այս խոսքերը չի հասնում բոլոր եղբայրները, սկսած սովորական այն մարկանցից, հա, որոնք Նիկոլին հարցվելով ասում են Գաստուր Պուտինի վրա, չգիտեմ 4 ոտով Գաստուր եսիմ եւ այլն բան, ես հիշում եք այն ժամանակ դեռ ասացի, որ ճաշակելու են այդ խնդիրները ոչ թե Նիկոլ Փաշինյանը, հա, որը ապահովված է մինչև կյանքի վերջը, այլ հենց այդ մարդիկ են առաջին այդ դարբանները հետևանքները զգալու եւ սա գիտեք Փաշինյանը երկար ժամանակ մտածել են, որ կարելի է անընդհատ Ռուսաստանի համբերության հետ խաղալ, հա, եւ նաեւ կային որոշակի էքսպերտներ, այս թվում պսևդո պրոռուսական դաշտից, այսպես ասենք, որոնք ասում են, որ շիբանը չի լինելու, ընդհանրապես հետո Ռուսաստանը գալու է լեզու է գտնելու եւ այլն, իսկ հիմա նույն էքսպերտները այսօր ես տեսա միտեղ ասում են, որ տեսեք Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, էլի, ու սենց խորհուրդներով այդ թվում նաեւ դուխ են տվել Նիկոլին, որ դու գաս դու մեկ ռուսները ճարչունեն, մենք իրանք մեզանից կախված են, ես ինչ-որ սենց абսուրդ բաներ են ասել, եւ հիմա եկել է մի պատկեր, որ չէ, էլի, անես չի, որ այսպես է եւ մի բան շատ կարեւոր է պետք է ընդգծել, որ այս սահմանափակումները սրանք ընտրության հետ համարյա որևէ կապ չունեն, ուղղակի համընկել են շրջանում, որովհետեւ եթե իրենք կապված են այս սահմանափակումների հետ, հիմա չստացվեց, կոպիտ ասած, հա, վերջ Ռուսաստանը կասել դե լավ, տեսեք հարգելի ընդդիմություն, բան, հիմա սենց է բանման, էլի, չէ, սա Նիկոլ Փաշինյանի բռնած եվրոպական, այսպես անհարգալից վերաբերմունքից է եվրոպական ճանապարհ եւ ահանգած վերաբերվում դա Ռուսաստանի հանդեպ է։ Սա Ռուսաստանի, այսպես ասենք, թրեյլերն է, որը ցույց է տալիս, հա, ինչ կարող է լինել, եթե Հայաստանը եվրոպական ուղի է բռնելու եւ Ռուսաստանը շարունակում է ասել, որ ընկեր հանրակրվեն անցկացրա։ Եվ շատերը պետք է հասկանան, որ սա բավականին լուրջ է, տեսեք, եւ Փաշինյանը ասեց հունիսի վերջ կգնամ կհանդիպեմ, Պապայանն ասեց 3 օրից կգնամ, բոլորը սպասում են, որ հունիսի 8-ին սանկցիաները կկանեն, Ռուսաստանը կվերադառնա, ոչ, ավելի ուժեղացրեց այս սանկցիա, բոլոր ապրանքները պարենային մսրեցին կարանտինի տակ, էլի, եւ սա մի բան է նշանակում, որ այդ բաժակը լցվել է, ես ցավալի բան եմ ասում, որտեղ դուժել են բոլորս, հա, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանը ուղղակի մեկ ելք ունի, որտեղ Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը իրեն չի ընդունում որպես լեգիտիմ երկրի ղեկավար, եւ եթե ինքը մտածում է ժողովրդի բարօրության մասին, եթե ինքը մտածում է, որ Հայաստանը չընկնի վերջնական աղքատության շեմին եւ այդ իրավաբանները պետք է թարգի, ներողություն խնդրի բոլոր այն մարդկանց առջև, ում վնաս է տվել եւ հեռանա մինչեւ դատական որոշում։ Պարոն Բալասանյան, իդեպ դուք կհամաձայնեք, որ օրինակ Ալիևը Ռուսաստանի հետ նույն հարաբերություններում այո սկանդալի գնում է, բայց ճիշտ ժամանակին էլ այդ հետ քայլերը կարողանում է անել, ընդ որում շատ խելոքացած, շատ խելոք հայտարարություններով, մի քանի դրվագներ կան, բայց մեզ մոտ դրան ականատես չենք լինում։ Որն է այստեղ տարբերությունը, որն է խնդիրը, ինչու պատրաստ չէ Նիկոլ Փաշինյանը լսել այն, լավ Ռոբերտ Քոչարյանին չի ուզում լսել, թող չլսի, բայց բառացի բացատրում էր այն, ինչը Մոսկվայից տարբեր պաշտոնյաներ արդեն տևական ժամանակ է հայտարարում են։ Ալիևը շատ լավ կարողանում է օգտագործել ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանը եւ ադրբեջանական այն մեծահարուստներին, ադրբեջանցի, Գիտնիսանով եւ այլն, ովքեր բավականին լուրջ ազդեցություն ունեն ռուսական քաղաքական շրջանակների վրա։ Նման ազդեցություն իհարկե միշտ էլ ուներ եւ ունեցել է նաեւ Սամվել Կարապետյանը, բայց ի տարբերություն Ալիևի Հայաստանում, չգիտես ինչու, Ռուսաստանի հետ աշխատող, Ռուսաստանում հարստացած, Ռուսաստանում կայացած մարդկանց հետ կապված այլ պլաններ ունեն։ Հետևաբար Ալիևը չի գնում այդ ճանապարհով, Ալիևը հարցերը սուր անկյունները կլորացնում է նաեւ այդ մարդկանց միջոցով, շատ լավ հասկանալով, որ իրեն ըստ էության ձեռնտու չի գնալ ուղիղ հակամարտության Ռուսաստանի հետ։ Իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այն մարդկանց, որոնց միջոցով կարող էր կլորացնել այդ սուր հարցերը։ Տեսեք, օրինակ Հայաստան մուտքի ուրեմն արգելում Ռուսաստանի այն հայտնի քաղաքական
գործիչների համար կամ լրագրողների համար, ովքեր տասնյակ տարիներ ադրբեջանական լոբբինգի դեմ ուղղակի կռիվ են տվել եւ Պետդումայում եւ հերոստատեսությամբ, ովքեր նպաստել են հայոց ցեղասպանության ճանաչման Ռուսաստանի կողմից, ովքեր իրավամբ իրենց համարել են հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի բարեկամներ, հիմա այդ մարդկանց մուտքը Հայաստան արգելված է տարբեր պատճառաբանություններով։ Սամվել Կարապետյան նաեւ։ Ես հələ Սամվել Կարապետյան ազգությամբ հայ եմ, ես նկատի ունեմ ազգությամբ ռուս լրագրողներին եւ քաղաքական գործիչներին, ովքեր որ տարբեր պատճառաբանություն Զատուլինը եւ այլն, ովքեր Հայաստան ուղղակի չեն գալիս եւ մուտքը արգելված է, բայց այդ մարդիկ կարող են լրջագույն օգուտ տալ այսօր, եթե անգամ ենթադրենք ինչ որ մի պահ երկու երկրների ղեկավարների անձնական հարաբերությունները գտնվում են վատ վիճակում, միշտ էլ հնարավոր է ժողովրդական դիվանագիտության եւ միշտ էլ հնարավոր է նաեւ փորձագիտական դաշտի միջոցով ազդակներ ուղարկել, ազդակներ ստանալ եւ այդ հարցերի երկկողմ անձնական հարցերի քննարկումը թողել ավելի լավ ժամանակների, ավելի առաջ տանելով միջպետական հարաբերությունները եւ պետական շահերը։ Ցավոք սրտի Ալիևը գնում է այդ ճանապարհով։ Մենք մեծագույն ցավով եմ նշում, գնում ենք ամեն օր հարաբերությունները վատացնելու ճանապարհով եւ սա ես համաձայն եմ Տիգրան հետ լավ տեղ չի տանելու ըստեյության։ Պարոն Բալասանյան, ինչի Ռուսաստանը հասկանալի է, հա, հապաղել է Պուտինի, միգուցե նույնիսկ ասում են, որ նույնիսկ շնորհավորի կամ ընդունի, հա, արդեն անիմաստ է, հա, կոպիտ ասած դառնում, այսքան վերաբերումից հետո Չինաստանի լրությունը, ինչի են ձեզ Հնդկաստանի, Հայաստանը, Հնդկաստանի պարտներներ, այսքան զենք առեն եւ այլն, Հնդկաստանն էլ դառնում, իրանք ինչ-որ պրոտոկոլ են սպասում, բայց պարզվեց, որ կարելի է, չգիտեմ, Կոբախիձեի նման նույնիսկ հարցուկները հայտնի չէ շնորհավորել կամ չգիտեմ Ռուբիոյի նման, այսինքն սա ինչ խաղ է, սա չինացիների այդ երկար սպասելու ինչ որ բանն է մտնորդը թե ինչն է, այսինքն շատ խնդիր կա Փաշինյանի հետ։ Իհարկե կա, բայց այդ խնդիրը շատ կոնկրետ է։ Չինաստանի հետ 2020 թվականի հունիսին Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Զորաբ Մնացակայանի թեթև ձեռքով, ով ազգային ժողովից հայտարարում էր, թե ոչ մի վտանգ չկա, Հայաստանը միացավ Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված կրոնական ազատությունների ալյանսին, որը ույգուրների իրավունքներին է վերաբերվում։ Այդտեղ շատ ուրջ երկրներ կան, երևի դրանց հետևելով ենք մենք միացել, օրինակ Ալբանիան այնտեղ, Սլովակիան, բայց շատ հետաքրքիր է, որ ոչ մի թուրքալեզու պետություն, այդ թվում նաև Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացված չեն, չնայած իրենց նախապապերի իրավունքներին է վերաբերվում, բայց Հայաստանը այնտեղ է։ Հնդկաստանի հետ հարաբերությունները, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սա քայլեր, ինչպես եղավ օրինակ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Իրանում անհասկացվածություն առաջացավ, որը մեծապես ազդեց նաև 20 թվականի 44-րդ Իրանի դիրքորոշման վրա։ Իրանը չհասկացավ մենք ինչ ենք անում։ Հնդկաստանը չի հասկանում մենք ինչ ենք անում։ Պակիստանը Հայաստանի թշնամի պետություն է։ Պակիստանը չէր ճանաչել Հայաստանը։ Ըստ ռադիոկապի եւ ռադիո այդ Պերեխվատի, հա, որ մեր զինվորականներն էին կարողացել բացահայտել, ասում են Հադրութի ուղությամբ մեր դեմ կռվել են պակիստանցի լեռնային հրաձիգները։ Եվ այսքանից հետո գնալ Պակիստանի հետ հարաբերությունների հաստատման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման այն դեպքում, երբ որ Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը եւ ադրբեջանական կործանիչների պարկի զգալի մասը պակիստանյան արտադրության ինքնաթիռներ են, սա քաղաքական սխալ հաշվարկ էր արտաքին քաղաքական, որի պտուղները մենք այսօր քաղում ենք։ Եվ Հնդկաստանը, այո, գնաց սկզբում ռազմատեխնիկական համագործակցության, միշտ էլ եւ հույները մեր հետ ունեցել են ռազմատեխնիկական համագործակցություն, ես հիշեմ ուղղակի հակատանկային Միլան համակարգը, որը որ հույների միջոցով մեզ փոխանցվեց, անգամ Թուրքիայում աղմուկ բարձրացվեց, թե ՆԱՏՕ-ի ստանդարտներով զենքն ինչ գործ ունի Հայաստանում։ Կիպրոսի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական, այս բոլոր երկրներն ունեն հակաթուրքական դիրքորոշում։ Կիպրոսը, Հունաստանը եւ Ֆրանսիան դաշինք ունեն ընդդեմ Թուրքիայի։ Հիմա մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, մենք դառնում ենք անհասկանալի մեր այն բոլոր գործընկերների համար, ովքեր մեր հետ աշխատել են միայն նաեւ նրա համար, որ մենք ունեցել ենք հակաթուրքական դիրքորոշում։
Նույն Լեհաստանը, Լյուբավը Արմենիա ընկերությունը, որ Չարենցավանում զենքեր եւ զինամթերք էր արտադրում, փակվել է, այդ գործարանում։ Այո, եթե խոսում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին, եթե նժարի վրա դնենք Էստոնիան եւ Լեհաստանը, ամեն դեպքում մի քիչ տարբերություն կա Լեհաստանի եւ Էստոնիայի միջեւ, բայց մենք չգիտես ինչու Լեհաստանի հետ համագործակցությունը դրեցինք մի կողմ, այն դեպքում, երբ որ սա շատ լավ հնարավորություն էր նաև մեր բանակի զենքի ու զինամթերքի արդիականացման համար։ Օրինակները շատ են, բայց ցանկացած հաշվարկ պետք է նաև հստակ ունենա պատասխանատվության ինստիտուտ։ Եթե դու գնում ես մի քայլի, նաև հաշվես, թե դա ինչ օգուտներ եւ ինչ վնասներ է բերելու, SWOT անալիզ անես պարզ դեզվով ասած, որպեսզի հասկանաս, թե դա ինչ է տալու քեզ եւ այդ քո կայացրած որոշման ուժեղ եւ թույլ կողմերը որոնք են։ Եվ այս քաղաքականության ճիշտ հակառակ կողմն առաջարկող քաղաքական ուժերի հնարավոր համագործակցության, հնարավոր միավորվելու մասին հարցին նորից պատասխանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իհարկե առաջնորդում է Հայաստան դաշինքը եւ խոսքը ուժեղ Հայաստանի հետ համագործակցության մասին է կամ Սամվել Կարապետյանի այն առաջարկի, որը հնչեց 2 օր առաջ հետընտրական արդեն գործընթացներում միավորվելու վերաբերյալ պատասխան առաջարկում եմ դիտենք հենց հիմա։ Մենք նույնիսկ միջև ընտրական գործընթացը մենք համարում ենք, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր համագործակցել։ Եվ ուղղակի հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով։ Sense որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում այդ ընթացքում։ Հիմա իհարկե համագործակցությունը համարում եմ, որ պետք է մենք դրա մասին հայտարարություն արել ենք եւ սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած։ Հիմա արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Դա հաջողություն կբերի, հաջողությունը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի հերացման կբերի այդ ընդդիմադիր միասնական ճակատը։ Եվ որ տարբերակով կբերի։ Նայեք, ես օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետության 2017 թվական խորհրդարանական ընտրություններ հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակը։ Հիշում եք, մոտ 9 ամիս անց հեղափոխություն, թավշյա, թե ոչ թավշյա, դա ասենց երկրորդ հարցն է, իշխանափոխություն։ Հնարավոր է դա։ Ասենց տեսական բաներ չեմ ասում։ Պատմական օրինակներ բերեմ, օրինակ Թունիս 2000, եթե չեմ սխալվում, 10 թվական Ben Ali-ն 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Ben Ali-ն փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ուղղակի այդ վիճակը պետք է զարգացնել, որոշ հանգամանքներ պետք է իրար հանդիպեն, ասենց կոպիտ ասած, օրինակ Թունիսում դա եղավ, եթե չեմ սխալվում, հացի թանկացում եւ այլ բավական այլ process-ներ կար, բայց հասունացած մի բան կար, որը պայթեց։ Եվ երբ ռեժիմը ունի բռնապետական sense հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը մարդկանց։ Եվ նորից մեկնաբանություն թողում ենք Տիգրանին։ Տեսեք, ես գլոբալ առումով կոնսոլիդացիայի կողմն եմ, բայց պետք է հասկանաս ում հետ ես կոնսոլիդացվում։ Եթե կոնսոլիդացվում ես մի ուժի հետ, որը իրեն ներկայացնում է որպես հականիկոլ, բայց կիսում է Նիկոլ Փաշինյանի բոլոր արժեքները, կամ ուժ, որը բացի իրենից չի տեսնում իշխանության այլ ուժ եւ պատրաստ է խանգարել մնացած բոլոր ուժերին, հա, այդ ժամանակին ինչ-որ կոնսոլիդացիա պետք չի անել, հա, որովհետեւ եթե ժամանակին եղել է հայտնի հանդիպում կաթողիկոսի մոտ եւ այնտեղ առաջին նախագահը, երկրորդ նախագահին ասում է, չես ուզում քաղաքականությունից դուրս գաս, հա, եւ տարօրինակ է, որովհետեւ կոնսոլիդացվելու համար են այնտեղ հավաքվել, դա սա կոնսոլիդացիա չէ, այսինքն պետք է կոնսոլիդացվել ըստ իմ կարծիքով աշխարհաքաղաքական առումով, որովհետեւ էլ եմ ասում, եթե քաղաքական գործիչը կիսում է Նիկոլի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ եվրոպական վեկտորի կողմնակիցը եւ այլն, այդ մարդը չի կարող կոալիցիայի մեջ, այդ մարդը խանգարելու է այդ ամենին։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս,
եւ փորձը ցույց է տվել անի ես ներկայ եմ եղել բոլոր դիմադրության շարժումներին 2020 թվականից միշտ մի հատ գործոն եղել կոնսոլիդացված շարժումները Բագրատ Սրբազան դիմադրության շարժում, Պերկուսիան շարժում, միշտ ինչ որ ուժեր, հա, որոնք գլոբալ առումով իրենց ավելի էր ձեռնտու, որ Նիկոլ Փաշինյանը մնական ուրիշ ինչ որ մարդիկ կան իշխանություն, վիժեցրեն այդ process-ը։ Դրա համար Սամվել Կարապետյան չգիտեմ ինչքանով կարող սանկարվի խորհուրդ տամ, հա, որտեղ միլիարդատեր խելացի մարդ է, բայց բոլորին կոնսոլիդացնել պետք է կոնսոլիդացնել նրանց, ովքեր Հայաստանը չեն տանելու հերթական կործանարար ուղղությամբ, ովքեր ներսից չեն պայթացնել կոնսոլիդացիան, որ ապագայում շանս ունենան վերընտրվելու։ Այսօր քաղաքական լրահոսում երկու նախադասություն աչք էին ծակում առնվազն ինձ համար մեկը որ եթե կոնսոլիդացիա ապա բոլորը հավասար իրավունքներով խորհուրդ են ձևավորում դա ինչպես է հնարավոր եթե արդյունքները ցույց տվեցին ել չասեմ որ հավասարությունը մի քիչ շատ արդեն հայրենիքի փրկության շարժման ժամանակ 17 հատ կուսակցներ բոլորը հավասար ձայն ունեն եւ մենք տեսանք դրա վերջը այո հայտնի է թե ինչպես է լինում Եմ ասում տեղ կար արդեն մտածում են որ հեսա հաղթում է սկսում են պաշտոնել բաժանել իրար բան արեցին տեղ կար որ արդեն պարզ է որ ինչ որ մի ուժ կամ ինչ որ մի ասենց ասեմ գաղափարը խոսություն է հաղթելու էլի վիժեցին process-ը ներսից ես այդ մարդկանց անունը դնել եմ ջրցան, հա, կան մարդիկ հատուկ օդիոս, որոնց բերում են միտինգների ընդդիմության եւ իրանք ջրցանի նման սկսում են ցրել մարդկանց, էլի որտեղ մարդիկ տենում են եթե այս օդիոզի համար ենք մենք չարչել, մենք գնացինք ինչ ուզում եք արեք, դա օգտագործել է դիմադրության շարժման ժամանակ։ Դրա համար եմ ասում, բոլորը այդ կոնսոլիդացվել եւ ինչ որ հավասար բաներ ունենան, ոչ, բոլորի կարծիքը կարելի է լսել, բայց իմ կարծիքով որոշումը պետք է ընդունեն այն ուժերը, որոնք պարլամենտում են եւ նաեւ այն ուժը, որը այսինքն 0.01%-ի շուրջ է պատտվում, մնացածներին պետք է ընդունեն, որ իրենք են այդ լոկոմոտիվը եւ արդեն իհարկե իրենց կարծիքը հաշվեն, բայց նամանավանդ Հայաստանում պատկերացրեք, որ 18 կուսակցություն ձայնի իրավունք ունենան հավասարաչափ դա ոչ բան չի ստացի ֆրանսիական հեղափոխության հավասարության եղբայրության սկզբունքները սա այդ դեպքը չէ որ պետք է Հայաստանում դա չի ասում դա խալելվալու գործընթաց է դառնալու որ բոլորը խորհուրդներով օգտվելու են բայց ոչ մի բան չի ստացվում ու մի երկրորդ հանգամանքը որ ականջեր ծակում Ռոբերտ Քոչարյանին դեռ շարունակում են հարց ուղղել դիտարկումով, որ նախընտրական շրջանում խոսակցություն կար, որ չեն անցնի շեմը խորհրդարան անցնելու համար։ Դեռ այս հանգամանքը դիտարկվում է, երբ որ հստակ արդեն պարզ են արդյունքները, անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարած եւ ԿՀ-ի հայտարարած արդյունքները, այսինքն ակնհայտորեն երկրորդ ընդդիմադիր ուժը եւ բարձվում է անգամ հիմա դեռ ոմանք պատրաստ չեն սրա հետ հաշվի նստել ու առաջին նշածը որ հավասարի հետ բոլորս հավասար լինենք այս հանգամանքից էր բխում դեռ փորձում են նվազեցնել լրացնել ձայնը նկատում եք դուք այսպիսի իհարկե տեսեք չեմ ուզում անդրադառնալ հա այդ Ես դրանց անունը եմ Վանյուչե Կուչկը, հա, Մագուչե Կուչկը կոմպոզիտորներ կան, նրանք Վանյուչե Կուչկը։ Գիտեք, այդ մարդիկ քիչ են։ Ես ժամանակին ասեմ, որ մի քանի օգին ֆրենդերից follow չես անում, արդեն այդ հարցը վերանում է իրանց, էլի։ Բայց աղմուկը, գարշահոտությունը իրենք տարածում են։ Ընդ որում ոչ միայն Քոչյանը վերաբերվում, մեզ էլ է վերաբերվել, մեզ էլ են ասել մեզ բավական շատ մոտիկ հարազատ մարդկանց էլ այդ ամեն ինչը կպել էլի եւ հետևականները շարունակում են դա մի բան է ցույց տալիս որ ուղղակի մարդիկ պատվերի տակ են հա եւ ես ձեզ ավելին ասեմ մի անգամ Facebook-ում գրել եմ այս մարդիկ են ամենաշատը ցանկանում որ Ռոբերտ Քոչարյանը մնա քաղաքականության մեջ իրեն առողջություն են ցանկանում որովհետեւ եթե Քոչարյանը քաղաքականությունից դուրս գա այդ մարդիկ սոված են մնալու, որտեղ իրենք ֆինանսավորում են այդ Քոչարյանոֆոբիայի համար։ Եվ եւս ավելացնեմ, ելի բազմաթիվ անգամներ ասել եմ, Քոչարյանացիությունը դա հոգեկան հիվանդություն է, դրանով հոգեբույժները պետք է զբաղվեն եւ չեք պատկերացնում այդ ածածությունը քանի տարբեր շերտերի մարդկանց է միավորում է, ես նույնիսկ ժամանակին այդպես ստուգում եմ, այսինքն մարդը ձևացնում է, որ ինքը անդիմադիր է, թե ոնց է իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ դա աշխատում է։ Ես ցավում եմ, որ դա աշխատում է։ Կարծում եմ պարոն Բալասանյանը կհամաձայնի, որ այդ շերտերից մեկն էլ հատկապես ադրբեջանցիներն են, ել չասեմ, որ նաեւ
թուրքերը։ Եվ պարոն Բալասանյան, այս հարցազրույցի համար, որը եթերային ժամանակի բոլոր սահմանափակումներն արդեն հատում է, դες վերջին հարցս ուղեմ, Լավրովի չհրապարակված հոդվածը, որը եվրոպական առաջատար լրատվամիջոցներից մեկը մերժել է հրապարակել, Հայաստանին առնչվող հատվածը առաջարկում եմ հիմա կարդալ, հետո ձեզ կհարցնեմ։ Միասնական Եվրոպան շարունակում է նվաճողական երազանքներ ունենալ, մտադիր է յուրացնել Ուկրաինան եւ Մոլդովան, իր ուղեծիր է ձգում Հայաստանին։ Հայաստանը հայտնվել է Եվրամիություն, Ռուսաստան պատերազմի, առճակատման, բախման մեջտեղում։ Ցավոք սրտի ինչ որ առումով այո։ Հայաստանը վստահ քայլ կատարեց դեպի այդ ուղեծիր, երբ Զելենսկուն նման քաղաքական բախտախնդրին հնարավորություն տվեց Հայաստանի մայրաքաղաքից սպառնել Ռուսաստանին։ Այստեղ խնդիրը Ռուսաստանի շահերը չի, մեր տեսանկյունից, այստեղ խնդիրն է, որ օրինակ ձեր նշած Ալիևը Զելենսկուն հնարավորություն չտվեց։ Բայց մենք տվեցինք, ցավոք սրտի տվեցինք, եւ սա բավականին թանկ արժե, եւ ես կարծում եմ նաեւ սա է պատճառներից մեկը, որ ինչ օրս շնորհավորանքներ չկան Մոսկվայից։ Դեշում եք դրանից հետո հարաբերությունները կտրուկ լարվեցին քաղաքական առումով։ Իսկ Եվրոպական միությունը, ինչպես Հայաստանին, այնպես էլ հետխորհրդային մյուս երկրներին օգտագործել իր նպատակների համար։ Ցավոք սրտի այսօր Եվրոպական միությունը դեմոկրատիայի համատակ ինչ որ արվում է, դա անում է մոտավոր այն ինչ որ անում էր Հիտլերը երկրորդ համաշխարհային ժամանակ։ Եվ մի քանի խելոք մարդիկ միշտ համեմատել են դեմոկրատիան եւ ֆաշիզմը եւ եկել են այն եզրահանգման, որ ներկայիս դեմոկրատիան եւ ներկայիս այդ մարդու իրավունքները եւ այլն ըստ էության նույն ֆաշիզմն է, քանզի եթե եվրոպացի պաշտոնյանից մեկը ասում է, որ մենք ոսկե միլիարդ ենք, մնացածները ջունգլիներ են, դա կլասիկ ֆաշիզմ է։ Էլ ինչ պիտի ասեն, իսկ Հիտլերն ինչ էր ասում։ Հիտլերը ասում էր, որ արեական ազգ ենք մենք, մնացածները պիտի կամ ծառայեն արեական ազգին, կամ պիտի ոչնչացվեն։ Հիմա էլի շնորհակալ ենք եվրոպացի պաշտոնյաներին, որ չեն ասում պիտի ոչնչացվեն, բայց ասում են մեզ պիտի ծառայեն։ Մարտակոսի հայտնի ելույթը, չէ՞, Վրաստանի խորհրդանի խոսնակը աղմուկ բարձրացրեց, ասում են նոր անդամներն է որ կան, դեռ չի նշանակում որ պիտի ունենան հավասար ձայնի իրավունք։ Եթե սա ֆաշիզմ չի, սա ինչ է։ Պարոն Բալասանյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ավելացնեմ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ֆաշիզմով է արդեն տառապում, արցախցիները քաղաքացի չեն, Ռուսաստանի հայերը untermensch են, հա, այսինքն իրենց կարելի է զրկել ընտրության իրավունքից, так что սովորում է, էլի։